կասեք Փաշինյանին, որ հանդիպեք։ Լադնաս վատ խոչ եմ մտած։ Փաշինյանին էլ, Տոմանացածին էլ, ափսոս աղջիկ է, թե լավ քայլի։ Լավ է, դու անուն մի տվեք էլի։ Որովհետև 10 միլիոն քրին իրանք ստացան, թոշակառուների 0%։ Էլի ղեկավարի դասը, բասա։ Այսօր չեն ուզում Սյունիքի մեջ կո ճանապարհ բացեն, դա լոզունգ են արել, որ մտնեն Թուրքիա, Թուրքիայից Եվրոպա, եսին որտե։ Դե գերիներին չի բաց թողեց Ալիևը։ Թրամփի նախագահ, Թրամփի փոխնախագահ ասեց ես այդ հարցը լուծող եմ, բան ինչի չլուծեց։ Որ հանդիպեմ ես կասեմ, որ ես 91 թվականից որ ես ծառայում էի, տունը շատ փոքր էր, պարոն Փաշինյան։ Բայց այսօր չես գնահատում, ինչքան պատերազմ էր եղել, մասնակցել եմ ես, նույնն էլ իմ տղեն։ Ու ոչ չի մեծ քարողա պատերազմին էլ, 16 թվին էլ, 44 օրվա պատերազմին էլ իմ տղեն եղել, Ջաբրայել, ես էլ հետնել ծառայել եմ։ Ինչի՞ չգնահատում։ Որ ամեն ինչ ունեմ այսօր, օրինակ իմ տղեն 44 օրվա պատերազմա, այսօր գլաները լսվել է, գնացել եմ Հիվանդանոց գումար են ուզում։ Ոչ մի բան չեն հաշվի չեն առնում։ Ջաբրայելի ծառայող զինվոր եմ ունեցել, հետնել հավասար ծառայել եմ, 15 օրվա զինվոր եղել, պատերազմը սկսվել է։ Այսօր տարել եմ Հիվանդանոց գլաները երախուն խեղդում է, ասում այսքան գումար տաս, որ վիրահատեք։ Այսօր մտածում եմ, որ այդ գումարը որտից տամ, երախու գլաները հեռացնեմ։ Ներկայիս վիճակում թոշակառուների հարց կա, որ ի վիճակի չեն ապրելու դրանով։ Օրինակ անձնապես ընտանիք են պահում, 4 հատ երեխա են պահում, երկու անչափած, բայց թոշակառու։ Ես դրանով կարամ պահեմ, չեմ կարող։ Որ Փաշինյանին հանդիպեք, ինչ կասեք։ Անցկացնում Աստված չանի հանդիպեք։ 18 թվին հանդիպել ենք, իրեն համար մի ամիս ուղիղ ես ներվերով հիվանդացել եմ, որ ինքլներ, բայց հիմա հակառակը։ Փաշինյանին նախ ես չեմ ուզում հանդիպեմ, հետո որ հանդիպամ երկու բան կասեմ։ Ինչ ես չունեմ հանդիպելու, ինչ հանդիպեմ։ Որ հանդիպեմ, ասեմ, դժգոհ եմ, ինչը կփոխվի։ Եթե իրավունքներից են խոսում, հա, ոնց է որ 120-160 ազգաբնակության զրկում են իրանց տեղաբնիկ, հա, սեփական ժողովրդին զրկում են սեփական եւ պատմական երկրում ապրելու պատմական եւ սեփական իրավունքից ու դրանից հետո այսքան բանից հետո այսքան կոտորելու ցեղասպանությունից հետո խաղաղությունը տեսնում եք թե ոնց կարող պատահի գոլենք էսի իշխանությունից։ Իմ դիմաց խոսա ինքը չկարա իմ դեմը խոսա։ Ես ոչնչություն ինչ հարցնեմ, ինչ պետք է պատասխանա։ Թուրքին ինչ հարցնես Հայաստանի համար որ լավը կամենա։ Ցանկություն չունեմ հանդիպեմ։ Փաշինյանին կասեմ, բարով եկար, բարով էլ եթաս։ Փաշինյանը ասել բան չունեմ, Փաշինյանը ոչ մի բան չի անում երկրի համար։ Ես էլ ասել բան չունեմ իրան։ Մեծ ուրիշ ղեկավարի, որ երկրի կառավարի, ազգը հզորացնի, բանակը հզորացնի, եկեղեցուն տեր կայնի։ Որ մի բան կասեք էլի, ինձ չէ որ չենք ասի։ Որ հանդիպենք կասենք։ Լավ բան կասեք, վատ բան կասեք։ Իհարկե վատը պետք է ասենք։ Լավ բան ինչ արել որ լավ ասենք։ Ինչքան հողկայ բաներ այդ տվել